Այս տեսիլքը ընդհանուր աղոթքաժողովի ժամանակ տեսա։ Տեսիլքի մեջ մի ճանք, մի քիչ մարդու ձեռքի նման, միլազ եղբոր ետևից շորից բռնում է, վզի մասից և ետ է քաշում։ Ես շնչակտուր աղոթք եմ անում և այդ ձեռքը անհետանում է։ Հետո ուրիշ ահավոր չար էակներ են երևում և ուզում են վնասել։ Նրանք միլազ եղբորը մեկ քաշում են այս կողմ, մեկ այն կողմ։ Տարբեր ձևերով ուզում են գցել գետնին, որ ոտքի վրա կանգնած չմնա, ու էլի այն ահավոր պատերազմն է լինում, որը շուտ տեսիլքով տեսել էի, որ բառերով չես կարող ներկայացնել, սարսափելի էր։ Բայց այդ ամբողջ պատերազմի ժամանակ միլազ եղբայրը մնում է ուղիղ կանգնած, երկու ձեռքով Աստվածաշունչը բռնած, գլուխը մի քիչ ցած դեպի Աստվածաշունչը և ուշադիր նայում էր, ուշքն ու միտքը գիրքն էր։ Եվ թեկուզ այդ պատերազմի ժամանակ միլազ աղբորը այս ու այն կողմ էին քաշում, բայց ինքը ընդհանրապես չէր ազդվում, այլ միայն երկու ձեռքերով գիրքը բռնած գրքին էր նայում։ Գիշերը այդ տեսիլքը իմ աղոթքաժամին էլ կրկնվեց։ Ես ասեցի. «Տեր, չէ՞ որ ինձ ցույց ես տվել սա, և ժողովրդին ներկայացվել է միլազ եղբոր դերը քո ծառաների կողմից, որ ժողովուրդը նրա համար աղոթք անի, ինչու ես նորից ցույց տալիս»։ Տերն ասեց. «Որովհետև իմ ժողովրդից մարդիկ եղան, որ անարգեցին իմ ծառայի անձի հետ կապված իմ մարգարեությունը իրենց սրտերում։ Ասեք, թող ապաշխարեն, եթե ոչ, ես անպատիժ չեմ թողի նրանց»։ Օտար լեզվի թարգմանություն։ Պատգամ տուր եկեղեցուն, որ ապաշխարեն մինչև վերջ։ Եկեղեցու մեջ շատերը դեռ չեն հավատում իմ տված հայտնությանը։ Մի վախեցիր, փոխանցիր իմ պատգամը եկեղեցուն։ Մարդիկ չեն հավատում Միլազիմին ու Միլազիմի համար տրված հայտնությանը։ Թող ապաշխարեն, ահա գալիս եմ շուտով։ Ընտիր գտնվածներին ջոկելու եմ։ Փրկվողները ձեր մեջ քիչ են լինելու։ Ապաշխարեցեք, ապա թե ոչ ես շարժելու եմ եկեղեցին։ Ասա Միլազիմին, ես իրեն սիրում եմ եկեղեցին, սիրում եմ եկեղեցու վարդապետությունները։ Ջանք արեք, որ ընտիր գտնվեք։ Ահա շուտով գալիս եմ, ջանք արեք, որ ընտիր գտնվեք։ Շատերը թմրած են ու չեն հավատում, որ այս զգուշացումը ինձանից է։ Շատերը չեն փրկվելու իրենց անհավատության և անզգամության պատճառով։ Ես Էմն եմ, առաջինը ու վերջինը։ Քեզ հետ խոսողը Էմն է։ Մի վախեցիր, փոխանցիր իմ պատգամը եկեղեցուն։ Ասա Միլազիմին, հիշեցնի եկեղեցուն այն զգուշացման մասին, որ տվել եմ։ Ահա շուտով գալիս եմ, շարժելու եմ եկեղեցին, ովքեր ընտիր չգտնվեցին, մաղելու եմ նրանց։ Ասա Միլազիմին, ես շատ եմ սիրում քեզ։ Միլազիմին նորից ասա և հիշեցրու իմ զգուշացման մասին։ Ես քեզ հետ եմ մինչև վերջ, մի վախեցիր, ահա ես շուտով գալիս եմ։ Աղոթքի պատգամ։ Ահա մոտենում ենք փորձության ժամին։ Ես ձեզ հետ եմ։ Ովքեր ինձ հավատացին և ուղիղ եղան իմ առջև, ես նրանց կպահեմ։ Ասա եկեղեցուն, որ պատրաստ լինեն, աղոթքների մեջ լինեն իրենց ընտանիքների և հարազատների համար։ Ես կպահեմ իմ սուրբերին։ Լինելու են շատ ու շատ փորձություններ, մարդկանցից, երկրաշարժներ, մահեր, ցավ ու հիվանդություններ,
Թող աղոթք անեն, որ ես նրանցից անցկացնեմ փորձությունները։ Թող աղոթք անեն, որ իրենցից ոչ մեկը փորձանքի ժամանակ այնտեղ չգտնվի։ Աղոթք արեք եւ զորացեք Տերով։ Փորձվելու է ողջ աշխարհը, մարդ չի լինելու, որ չփորձվի։ Հավատարիմները կհաղթեն եւ կժառանգեն երկինքը։ Ասա եկեղեցուն, որ Միլազի եւ առաջնորդող եղբայրների յուրաքանչյուր խոսքերին զգոն լինեն։ Մարդիկ կտեսնեն աշխարհի վրա եկող չարիքները, բայց կախարդված ու թմրած կլինեն, ամեն մեկը իր կուրքին պաշտելով։ Եվ ոչ ոք չի հասկանա, որ մոտեցավ աշխարհի վախճանը։ Աղոթեք, շատ աղոթեք եւ լսեցեք իմ ծառաների խոսքերը։ Այս պատգամը տվեցի, որ ասես եկեղեցուն, որ վերջին անգամ զգաստանան, տեսնեն եւ քննեն իրենց հոգեվոր վիճակը, վերջին վարքյանին կարողանան իրենց հոգու փրկության համար մտածեն, հետո ուշ կլինի։